Կանոնական հարամին, ապա Ֆրանցիսկոս Պապի այցելության առաջնորհվածությունները կամ փոխի մեր հանդրաժան հյուրը հայտնաբարձ խնդրեմ։ Ուրախ ենք ողջունելու ամենքի դասերը, ովքեր հավաքվել են մեծ հետաքրքրությամբ ջերելով Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի այցին Հայաստան։ Երրորդյա այցը եւ այսօր այցը սկսեց եւ մենք գնահատանքով եւ երախտագիտությամբ ողջունեցինք իբրև Հայաստանի Սահակայական Սուրբ եկեղեցի, Մերկուր եկեղեցու, Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հովավերին եւ ինչպես գիտեք, դիմավորումից հետո կանոնական տեղ ունեցավ նաեւ հրաշափառի բարեգալստյան արարողությունը մայրաթով Սուրբ Էջմիածնում։ Մեր ժողովուրդը երախտագետ զգացումներ ունի Հռոմի Սրբազան քահանայապետի նկատմամբ եւ նրան դիտարկում ենք եւ մեր ազգի եւ մեր եկեղեցու մեծ բարեկամի, ում օրոք եւս հարաբերությունները մեր երկու եկեղեցիների միջեւ նոր խթան ստացան, ավելի սերտանալով եւ ավելի ջերմանալով։ Այս իմաստով մենք երախտագիտություն ենք նաեւ հայտնում Հռոմի Սրբազան քահանայապետի անձնական այն ջերմության եւ վերաբերմունքի համար, որ դրսևորվում է եւ դրսևորվել է հայոց ազգի նկատմամբ, նաեւ հայոց ցեղասպանության նահատակների ճանաչման եւ ապրիլ 12-ին անցած տարվա մատուցված Սուրբ Պատարագի արարողության, որի ընթացքում հերթական անգամ Հռոմի Սրբազան քահանայապետը ուղերձ իր հղեց համայն աշխարհին հիշելու եւ դատապարտելու ցեղասպանությունը հայոց եւ այդպիսով կանխարգելելու նմանօրինակ ցեղասպանությունների կրկնությունը մարդկության կյանքում։ Այսօր հրաշափառի արարողությանը հաջորդեց նաև երեկոյան քիչ առաջ ավարտվեց երկու հովվապետերի հանդիպումը ներկայությամբ հայ եկեղեցու եպիսկոպոսաց դասի, որի ժամանակ ևս ամենայն հայոց հայրապետը իր շնորհակալությունը եւ եղբայրական սերը արտահայտեց Ֆրանցիսկոս Պապի նկատմամբ, նրա կողմից դրսևորած ջերմության եւ սիրո հանդեպ եւ այս այցը նկատեց իբրև նոր խթան մեր եղբայրական հարաբերությունների սերտացման եւ գործակցության նորանոր ոլորտների ընդգրկման համար։ Այս իմաստով մենք ուրախ ենք, որ Սրբազան քահանայապետը ժամանել է Հայաստան աշխարհ իր ուխտագնացությունը կատարելու մեր այս քրիստոնեական փոքրիկ կղզիակում եւ վերստին Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հետ համատեղ հաստատելու հավատարմությունը քրիստոնեական այն արժանամակարգին, որ երկու առաքելահաստատ մեր եկեղեցիները դավանում են եւ շարունակում են աշխարհում վկայել քրիստոնեական լույսի եւ ոսկի մասին։ Մենք եղբայրության եւ աղոթքի միություն եւ այս իմաստով մեծապես գնահատում ենք այս այցելության ընթացքում տեղ գտած բոլոր արարողությունները, ճիշտ է, ժամանակացույցը ծանրաբեռնված մեկն է, սակայն այս է կարելիությունը եւ սա մեծ ուրախություն է ամենքիս համար վայելելու օրհնությունը, վայելելու աղոթակցությունը երկու հովվապետերի միասնաբար։ Եվ ես ուրախ եմ այստեղ ողջունելու իմ գործընկեր Վատիկանի խոսնակին, հայր Լոմբարդին եւ նրան ասելու բարեկարգ Հայաստան։ Բարեցես, ես հայրենտանի Գայբազյանն եմ, մենք մաս ենք կազմել այն հանձնախումբին, որը պատրաստել է Ֆրանցիսկոս Պապի այցը առաջին քրիստոնյա երկիր Հայաստան աշխարհ։ Իմ հետ էստեղ հայր Ֆեդերիկո Լոմբարդի, որը Վատիկանի լրատվական միջոցների ընդհանուր տնօրենն է, ինքը դիտի ուղղել խոսքը իտալերեն, եթե հարցեր կամ իտալերեն կամ ֆրանսերեն ավելի շուտներ մենք պատրաստենք ակենտուր կոնեկտատվանության ամբողջ սարքերը։ Պետք է պատկերենք, որ մի բան նկատի ունենանք։ Այսօր երբ Սրբազան քահանայապետը օգտագործեց նախ եւ առաջ մեծ եղերն, պետք է խնդրեին ամբողջ լրատվական միջոցներին թարգմանությունը այսպես կատարեն։ Մեծ եղերն է, որ մեծակույն չարակույն աղետն է, պետք է թարգմանել ապոկալիպս, այսինքն սրանից ավելի չար չի կարող բռահել մարդկային ընկերության դեմ։ Եթե հարցեր ունեք, խնդրում ենք, որ հագիր թող լինեն, քաղաքական ինչքան կարելի է քաղաքական հարցեր թող չդրվեն, գետրոնանանք Սրբազան քահանայապետի այս հրաշալի այցին, որը մեծ պատիվ է Հայաստանյաց եկեղեցու հայ ժողովրդին, միաժամանակ ինքը որպես հայասեր մոտիկ հայության ցավերում ինքը կարողացավ իմանալ
թե ինչ է վտահել մեր ողջ պատմության ընթացքին եւ իր անագնկալը որ եղավ, շատեր ասում էին արդյոք պետք է օգտագործի գենոսայդ, genocid termină încă ai anagângale gârneț eu având horă gervov pasadreț ai joguti daravancă savă taverin taskin eu handreț invesnaev mer besemașu nahakaha hai jogurtă gidineren miente o hostovanen erenț gadarață hostovanen erenț mehcă Asem haçı saçların men megavorek ai jogurti araç մենք գործեցինք այս նախջիրը, այս եղերնը և մենք կարող ենք լավ արիվաներ լինել։ Շնորհակալ եմ։ Si vous avez des questions en français, on est là, on va vous répondre. Come anche in italiano, se ci sono questioni in italiano, soprattutto Monsignor Lombardi potrà rispondere a tutti quanti. Grazie. Well, thank you everybody for being here and for your attention. Thank to the friends that have already spoken and introduced these conversations. Normally I am here to answer questions or to have some information to what you have not seen directly in television. And in this sense, I will say only some things and then let you ask the question you are interested in. But first of all, I have always to say and to witness that the Pope is in good health and is very happy to be here. The flight was very good. The Pope has met the journalists on the flight, saying also some very short word about two important news about the process of peace in Colombia and the Brexit, but very short, and this is published on the website of the Holy See. But then he came here, and this is what interests us in particular. I find that in the first day, this is the first day that we have accomplished, there are already two essential dimensions of the visit that are approached and already very well seen by every one of us. The first is the ecumenical dimension, because the Pope began with a visit to the Holy Piacin, to the wonderful church of St. Gregor the Illuminatore, and was a wonderful meeting of prayer with this speech of the Catholicos and of the Pope. We have always seen how the Catholicos was friendly and happy to meet with the Pope, and I think the embrace that was at the beginning before the altar was a very powerful image. And I can immediately add what you have not seen at the end of this day, the encounter of the Pope with the Catholicos in the Palace in Piacin was very friendly also. There were more than 40 bishops of the Apostolic Church that have received the Pope in a very familiar way, and everyone has greeted the Pope, and the Catholicos has had very friendly words for the Pope and for the delegation. And this was a very significant event. At the end of this day, you can have, I think, also the image through the Vatican Television Center and the official camera. There was also an exchange of gifts, very interesting, because the Pope has given to the Catholicos a mosaic of the Mother of God, and the Catholicos has given to the Pope a chalice, a wonderful chalice, and also a very interesting object
in which an artist has done a very little portrait of the Pope, 1 millimeter. He is an artist that is specialist in very little portraits, and you need an apparatus to see these, and it was a very original gift. And also, the Catholicos has also given to the Pope a picture with the martyrs, Armenian martyrs. Was